Դերասանուհի և պրոդյուսեր Աննա Հարությունյանը, ով առավել հայտնի է Աննա Մաքսիմ կեղծանվամբ, շատ ակտիվ գործունեություն է ծավալում և բոլորովին վերջերս նա իր անձնական կյանքի ուրախալի լուրով կիսվեց, հայտնելով, որ նշանադրվել է։ Այս լուրը շատ ուրախացրեց Աննայի երկրպագուներին և ինստագրամյան հետևորդներին, իսկ արդեն այսօր Աննա Հարությունյանը նոր տեսանյութեր է հրապարակել, իր հետևորդներին տեղեկացնելով, որ մասնակցում է հարսանիքի։ Պարզվում է, Աննայի եղբայրն է ամուսնանում։ Star News-ը շնորհավորում է և ձեզ առաջարկում դիտել բացառիկ կադրերը հարսանիքից։ Դերասան Բեն Ավետիսյանն արդեն տևական ժամանակ է ինչ չի նկարահանվում նոր հեռուստասերիալներում և Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո Բենն առավել շատ պրոդյուսերական աշխատանքներով է զբաղվում, ինչը կարծես բավականին մեծ հաջողություն է բերում արտիստին։ Դերասան Բեն Ավետիսյանի կինն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Այդ առիթով Դիանան նոր լուսանկար է հրապարակել իր հետևորդներին, ցույց տալով, որ Բեն Ավետիսյանն իրեն մեքենա է նվիրել։ «Շնորհակալ եմ իմ սեր և շնորհավոր ծնունդս», հրապարակմանը կից գրել էր Բեն Ավետիսյանի կինը՝ Դիանա Տոնոյանը։ Star News-ը շնորհավորում է ինչպես Դիանայի ծննդյան տարեդարձն, այնպես էլ ստացած գեղեցիկ ու գերշքեղ նվեր անակնկալը։ Վերջին ամիսների ընթացքում դերասան Կարեն Ասլանյանը բավականին պասիվ էր ինստագրամյան հարթակում և նոր լուսանկարներ ու տեսանյութեր չէր հրապարակում, սակայն համացանցում է հայտնվել Կարենի և կնոջ Աննայի համատեղ նոր ջերմ լուսանկարը, ինչը Star News-ն առանձնացրել է և ձեզ առաջարկում է դիտել հենց այս պահին։ Իսկ մեզ մնում է հավելել, որ Կարենը բոլորովին վերջերս վիրահատության էր ենթարկվել և հստակ երևում է, որ նա բավականին շատ քաշ արդեն իսկ կորցրել է։ Երգիչ Սուպեր Սաքոն ևս այսօր ակտիվ էր ինստագրամյան հարթակում։ Նրա հրապարակումը, սակայն, փոքր-ինչ հուզիչ է ստացվել։ Սուպեր Սաքոն հայտնել է, որ չնկատեց էլ թե ինչպես, սակայն անցավ 1 տարի հայրիկի մահվանից։ Նա հուզիչ տեսանյութ է հրապարակել, որը առաջարկում ենք ձեզ դիտել։ Հավատս չի գալի արդեն համարյա մի տարի է այս ամիս, որ հորս կորցրել եմ։ Խնդրում եմ մի հատ իմ խաթր մի բան արեք էլի։ Ամեն մարդ մի հատ ձեր մամային կամ պապային զանգեք, կամ որ ձենը լսեք, բարևեք, այդ շանսը միշտ չեք ունենալու։ Լիլի Մորտոյի հրապարակումներն էլ շարունակում են մնալ փոքրիկ Ավրորայի մասնակցությամբ։ Մայրանալուց հետո Լիլի Մորտոն ավելի ակտիվ է ինստագրամյան հարթակում։ Նա նոր տեսանյութեր է հրապարակել, որի ընթացքում ցույց է տալիս, թե ինչպես է խոսում ու շփվում փոքրիկ դստեր հետ։ Իսկ մենք առաջարկում ենք դիտել այդ տեսանյութերը հենց այս պահին։ Ավրորա, ես քո ընկերոջիկան եմ։ Եկել եմ քեզ հյուր։ Եկել եմ քո հետ խաղամ։ Դու չես ուզում իմ հետ խաղալ։ Մենք կարող ենք լավ ընկերներ դառնալ։ Դե լավ, ես գնացի, դուք իմ հետ եք խաղում, Ավրորա, ես գնացի։ Մտածում ա թե ինչ ա մտածում, չգիտեմ, բայց ինչ որ բան ա մտածում։ Մտածում ա թե ինչ ա մտածում, չգիտեմ, բայց ինչ որ բան ա մտածում։ Երգչուհի Անահիտ Հակոբյանը ևս ինստագրամյան հարթակում այսօր ակտիվություն է ցուցաբերել։ Նա պատմել է իր օրվա, խոսել եղանակի մասին և ոչ միայն։ Star News-ն առանձնացրել է երգչուհու հրապարակած տեսանյութն ինստագրամյան հարթակի Stories բաժնում։ Ներկայացնում ենք ձեր ուշադրությանը դա առանց մեկնաբանության։ Վայրս բարի առավոտ իմ սիրելիներ, որ ասում էի ամառը 25-7 աշխատելու մասին է, ու եթերները ևս մտնում են կետի մեջ։ Բարև ձեզ։ Մի խոսքով գնամ ստուդիա, շատ եմ սիրում ամառը, չեմ բողոքում, ամեն ինչ ֆանտաստիկ է։ Լավ ձեզ, լավ օր։ Օրեր անց լույս աշխարհ կգա բլոգեր Քրիստինա Մարգարյանի առաջնեկը։ Քրիստինան այս օրերին բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում և չի կորցնում կապը իր հետևորդների հետ։ Նա պատմել է իր առօրյայի մասին և թե ինչպես է օրը սկսել, իհարկե իր մայրիկի հետ։ Իսկ մենք առանձնացրել ենք այդ տեսանյութերը, առաջարկում ենք լսել ձեզ դրանք։ Բարի լույս բոլորին։ Ոնց եք։ Առավոտյան արթնացել ենք,
Մամայի հետ միասին սուրճ ենք խմում, միասին վայելում ենք։ Այս հատ է սրանք։ Ինչա պետք որ մարդ խաղաղ ու հանգիստ մթնոլորտում իր սուրճ, իր ամեն ինչը օրը վայելի։ Ինչա պետք։ Պետքա գիլաս։ Պետքա թութ, որ էլ չկա, մի աման սենց գերա մաման ասում է աղջիկան այդքան չի կարելի, բայց շատ եմ սիրում, ես սև թութն հենց էլ քաղցրեր ու սուրճը, որ ամենահավես պահն է, որ մամայի հետ առավոտ շուտ կոֆե ես վայելում։ Այսօր սիրուն տեղ ենք հրավիրված, գնանք պուպուշ օր անցկացնենք։ Այդպես ես էլ հարց մի հատ ասա տենամ Գեղական սիրո։ Մամա, այդ երբ ես պատրաստվում անես։ Հեսա մի քիչ հետո պիտի անեմ, դա ինչ անեմ։ Հելի։ Կապ չունի, որ մի աման թութ եմ կերի, կապ չունի։ Նոյմար կոմար կապ չունի։ Ասում է ինչ ուտելը հելիլա դու պրոբլեմ չունես։ Կեր։ Բայց նենց չի էլի ես տենց ուտում եմ, սուտ կլինի։ Պրոստը թութը շատ եմ ուտում։ Ասինքն սուտ կլինի։ Առավոտ 4-ին եկել եմ պարկեմ զակ չեմ կնել։ Ասում ես մամ մի բան չուտեմ։ Ասում չէ Կրիսի ուշ։ Դե որ քնիցս հելում եմ։ Մամա գիլաս ուտեմ, ասում եմ չէ, չի կարելի։ Էտա ինչ անես։ Ժամը 4-ին։ Վիտամիններով լի բան եմ ուտում, չուտեմ։ Այդ ժամին չեն ուտում։ Դերասանուհի Եվա Խաչատրյանն էլ Instagram-յան էջի սթորիզ բաժնում կիսվել է իր բույսերի եւ դրանց աճի մասին։ Այս ամենը բավականին ուրախացրել է դերասանուհուն, իսկ հետևորդներն էլ ողջունել են դերասանուհու այն քայլը, որ ինքը տանը բույսեր է պահում ու զբաղվում է դրանց խնամքով։ Star News-ը ձեզ ներկայացնում է այդ տեսանյութը եւս։ Այս գեղեցկուհից, երբ մոտ մի ամիս առաջ 25 օր առաջ եկավ ինձ մոտ, այս մի բացված տերևը ընդհանրապես մի հատ երկար շուղ էր, այսա նույնպես շուղ էր, հիմա արդեն բացվում է, ես իրան ձեռք չեմ տալիս, որ ինքնուրույն այս կպած հատվածները բացվեն, եւ այսօր շատ պատահական նկատեցի, որ այս մի հաստ շուղը նույնպես արդեն բացվել է, այսպիսի տեսք ունի, սկզբից ինքը այսպես բացվում է, հետո կամաց բացում է իր գլուխը ու դուրս է գալիս տերևները, այնքան եմ ուրախանում ամեն անգամ իր փոփոխությունից ու ինքը կամաց ավելի փարթամ ծառ է դառնում։